Ես ուրախ եմ, որ հայագիտությունը շարունակում է մնալ մեր ժողովրդի եւ մեր գործընկերների հետաքրության կենտրոնում, դա շատ ողջունելի է։ Ես փորձեմ մի քանի խոսքով ներկայացնել մի հարց, որը գտնվում է տակավին ուսումնասիրության ընթացքում, բայց ունի բավականին շոշափելի հեռանկարներ։ Խոսքը վերաբերում է բասկերի երկրում եւ բասկյան քաղաքակրթության մեջ հայկականության ըմբռնմանը որպես էթնիկ ֆենոմենի եւ դրա արտացոլմանը հատուկ անուններում։ Ինչպես հայտնի է, սկսած վաղ միջնադարից, երբ որ սկսվում է բասկյան պատմագրությունը նախ լատիներեն լեզվով, arciepiscopos Ximenes de Radayורոք, նրանք իրենց նախահայրենիքը տեղադրում են հայկական լեռնաշխարհում։ Բայց այդ շրջանի մասին մենք շատ քիչ տեղեկություններ ունենք, այդ ձևավորման ընթացքը բուրըն կերպով ուրեմն զարգանում է սկսած 16-րդ դարի կեսերից, երբ որ բասկերը սկսում են գրել իրենց մասին եւ գրվում են բասկերի լեզվով առաջին գրքերը։ Եվ առաջին 3 պատմաբանները, բասկ պատմագրության հիմնադիրները ուղղակիորեն բերում են այդ ազգային ավանդությունը, որ իրենք սերում են հայկական լեռնաշխարհից, հայկական ցեղեր են եւ իրենց նախները գաղթել են Հայաստանից։ Այդ փուլում բավականին քրիստոնեացված է բասկերի ազգային ավանդությունը, իրենք իրենց ներկայացնում են որքան հնարավոր է մոտ ուրեմն բաբելոնյան աշտարակաշինության ավանդությանը եւ լեզուների խառնակությանը։ Եվ այդ փուլում բերվում են բացառապես տեղանվանական զուգահեռներ։ Եվ առաջին փորձը, որ մենք ունենք առհասարակ Եվրոպայում հայկական տեղանուններ եւ ցեղանունները ստուգաբանելու, պատկանում է հենց բասկ հեղինակի Անդրես դե Պոսային 16-րդ դարի կեսեր, որը գրում է հայերը իրենց անունը ստացել են արամից եւ դա նշանակում է վեհ ազգ առհասարակ։ Եվ արտասովոր նիստուկացով վարքով ապրող ժողովուրդ։ Այդպես է թարգմանում ուրեմն հայերի ցեղանունը։ Մեկ այլ հեղինակ նրա ժամանակակից Բալտասար դե Էչավեն արդեն 1605 թվականին Մեքսիկայում հրատարակում է իր հռչակավոր Ճառեր աշխատությունը, որտեղ առանձին գլուխ կա ուրեմն բասկերի ազգային ավանդության մասին եւ հայկական տարրերին։ Այդտեղ առանձին մի ենթագլուխ կա, կոչվում է հայկական տեղանունները բասկերի երկրում։ Եվ ամենահետաքրքիր հատվածը, որ իմ ուշադրությունը գրավեց, առանձին մի 15 տողի չափ անդրադառնում է Ֆրանսիայի բասկերի մոտ հայկականության ըմբռնմանը։ Ուրեմն, ինչպես հայտնի է, բասկերը երկու պետությունների տարածք են զբաղեցնում, կիսված են երկու պետությունների միջև Ֆրանսիայի եւ Իսպանիայի։ Եվ ֆրանսիական բասկերի երկրում կա արմենակ տեղանունը, որը բաղկացած է արմեն տարրից, ասենք արմատական, եւ ա որոշիչ հոդից, որի վրա ավելացվում է ք հոգնակերտը, արմենակ։ Եվ նրանք չեն թարգմանում, պարզապես ասում են հայեր։ Ասում են այդ տեղանունը նշանակում է հայեր, բասկերը իրենց այդ շրջանում կոչվում են հայեր, եւ դա արտացոլված է այդ տեղանման ցեղատեղանման մեջ։ Հետաքրքիրը ինչն է, որ այդ գիրքը տպվել է Մեքսիկայում 1605 թվականին։ Այսինքն 17-րդ դարի սկզբներին բասկերի հայկական ծագման վարկածը արդեն մտել էր ամերիկյան մայրցամաք, արդեն տարածված էր Լատինական Ամերիկայում։ Եվ այն ժամանակ էլ եղել է գերիշխող ուղղություն, որպես բասկերի ծագումնաբանական ազգային ավանդություն։ Եվ վերջապես Էստեբան դե Գարիբայի մասին, սա շատ նշանավոր պատմաբան է, 16-րդ դարի խոշորագույն պատմաբանն է Եվրոպայի, գրել է բազմահատոր մի պատմություն, Իսպանիայի պատմությունը սկսած ջրհեղեղից մինչև իր ժամանակները։ Եվ այնտեղ բավականին մանրամասն նկարագրում է հայերի ելքը մինչև Իսպանիա, գաղթը, ճանապարհը, ովքեր էին, ինչ մարդեր, իրենց առասպելական նախահայրը, որը ճիշտ կրկնում է մոտավորապես Նոյի ուրեմն պատրաստվել է ճամփորդության եւ որպես Նոյից սերող ժառանգ, նա նույնպես ստանում է հոր օրհնանքը իր կենդանիներով, նա նույնպես բերում է բավականին տեղանուններ, բայց այդ ժամանակ, ինչպես գիտենք, գիտական լեզվաբանություն չկար դեռևս, որպեսզի տեղանունների եւ ցեղատեղանունների գիտական արժեքը կարողանային որոշել։ Մի փոքր ավելի ուշ շրջանում
բավականին ընդարձակվում է այդ դաշտը, մասնավորապես 19-րդ դարում արդեն բերվում են չափազանց մեծ թվով հայկական տեղանուններ, որոնք նույնությամբ կրկնվում են բասկերի երկրում։ Մեզ համար հետաքրքրություն ներկայացնում հատկապես իսպանացի գիտնական ակադեմիկոս Ամադոր դե լոս Ռիոսի գիրքը, որ առաջին անգամ նա մանրամասն քննության է առնում հայկական ցեղատեղանունները Իսպանիայում եւ կատարում է համեմատություններ։ Օրինակ ինքը ասում է հայ բառը հայո սեռական կապված է բասկերեն հայա ժայր բառից, կապված է այդ բառի հետ։ Այսինքն ցեղանվան հիմքում նա տեսնում է հայկական լեռնաշխարհի ժայռոտ եւ լեռնոտ լինելը։ Սա առաջին։ Երկրորդը հայ բառի հոգնակին իրենք ասում են հայակ, որի սեռականը կլինի հայաց, ինչպես որ հայոց, ինչպես մենք ասում ենք, չէ, հայք եւ հայոց, այսինքն մենք այդ երկու բառերի մեջ արդեն ունենք քերականություն։ Եթե առաջ կարող ենք ասել նմանությունը պատահական է, այդ մարդը չի իմացել գրել է, բայց դրանց մեջ մենք ունենք քերականություն։ Մի քանի խոսք Արմեն բառի մասին։ Նախ մի քիչ հեռվից սկսեմ, ես նայել եմ վերջին 10 տարվա ընթացքում բասկյան տեղանունների հիմնական հրատարակությունները ըստ ռեգիոնների եւ դուրս եմ գրել մի վիճակագրություն, որ ամենատարածված բառը տեղանուններում գիտեք որն է։ Այն բառը, որը կա տեղանուն բառի մեջ, տեղի, որը դրվում է բառերի վերջում։ Ամենատարածված բառը բասկյան տեղանվանական համակարգում կոչվում է տեղի։ Արջ նշանակում է արջ, արջատեղի նշանակում է հենց արջերի տեղ։ Հարիջ կաղնի, հարիջ տեղի։ Եվ հետեւաբար, եթե մենք նայում ենք, որ պատահաբար կարող էին հանդիպել տեղի բառը եւ հայկական ցեղանուն հիշեցնող որևէ տարր, մենք կստանայինք Արմեն տեղի, որ այդպիսի անուն կա։ Բազմաթիվ բնակավայրեր կան Արմեն տեղի, որը բառացի նշանակում է հայա տեղի, հայերի բնակավայր։ Կա հայա եւ տեղի, նշանակում է ժայռա տեղի։ Մեզ համար կստացվեր, ասենք, հայերի բնակավայր։ Ուզում եմ ասել, որ մենք ոչ թե գործ ունենք առանձին հնչյունական զուգահեռների հետ, միայն կառուցվածքային ընդհանրության հետ, այդ բոլորը կազմում են մեկ ընդհանուր փոխկապակցված համակարգ, որոնք դժվար է իրարից բաժանել։ Ավելին ասեմ, լեզվի ըմբռնումը, լեզվի գաղափարը որպես ցեղի առաջատար տարրի։ Ինչ է դա։ Մենք գործածում ենք երեն մասնիկը, հայերեն, ռուսերեն, վրացերեն կամ արեն, ոնց որ ասենք հունարեն։ Բասկեր ունեն երկու ձև։ Էրա եւ արա։ Նրանք ասում են արմենիերա, հայերա, ռուսիերա, ռուսերեն կամ արա։ Ճիշտ հայերենի պատճենը։ Այսինքն դուք արդեն խոսել եք։ Ելույթ ունեցել եք արդեն։ Ինչ եմ ուզում ասել, անգամ կառուցվածքային ընդհանրություններ մենք ունենք լեզվի առումով, որը ցույց է տալիս նրանց մոտ ձև, եղանակ։ Եվ բասկերեն լեզու նրանք ասում են էուսկերա, որը ըստ Ամադոր դե լոս Ռիոսի համապատասխանում է հայերեն ոսկերեն բառի։ Էուսկ բառը բասկյան ցեղանուն նա կցում է հայերեն ոսկի բառին, այսինքն ոսկեգործ, մետաղագործ։ Հայերը այնտեղ գնացել են տանելով մետաղի գյուտը։ Եվ իրոք իրենց ազգային առասպելներում ավանդության մեջ ասվում է, որ մենք գաղթելով հայկական լեռնաշխարհից բերեց մեր նահայրը Այտոր անունով իր հետ հացահատիկի գյուտը, առաջինը հացահատիկի գյուտը, օրացույցը եւ մետաղի գյուտը։ Այդ երեք տարրերը ըստ իրենց ավանդության նրանք իրենց հետ տարել են հայկական լեռնաշխարհից։ Հետևաբար, եթե տարել են այդ երեքը, գնացել են ուրեմն տարել են նաեւ իրենց անունները, որը ապացուցվում է այդ էլեմենտների առկայությամբ իրենց քարտեզի վրա։ Շնորհակալություն։ Եթե հարցեր կան։ Ես շատ եմ կարդացել ձեր աշխատությունները, շատ համոզիչ զուգահեռներ եք անցկացնում։ Ինձ մոտ միշտ տարածության կառաջացրել խորենասային հայտնի միտքը, ըստ որի իբերներին Նաբուխոդոնոսորը բնակեցրեց, որոնք ապրում էին Սեցովի արևելյան շրջաններում դեպի Եվրոպայի արևմտյան հատվածում։ Եվ այդ փաստը վրացիները շատ են օգտագործում, պնդելու համար, որ վրաց բասկական առնչությունները շատ ավելի են, քան հայ բասկականը, եւ այստեղ զարմանալի բան է տեղի ունենում։ Կովկասյան ժողովուրդ, վրացիները բասկերի հետ նույնություն եւ հայերը եվրոպական բասկերի հետ նույնություն։ Սա ինչպես կպարզ։ Կբացատրեմ շատ պարզ։ Ես արդեն ասացի, որ
սկսած միջնադարից, երբ որ ձևավորում է բասկերի ազգային ավանդությունը, եթե ես հրատարակել եմ մի 3 տարի առաջ բասկերի ցակման առած հայկական լեռնաշխարհ այդպիսի մի մենագրություն, այնտեղ տրված է հարցի ամբողջական պատմություն եւ աղբյուրների տեսությունը, այսինքն բասկյան սկզբնաղբյուրները մինչեւ 18-րդ դար ներառյալ առաջին քերականությունը բասկերեն լեզվով որ եղել է եւ առաջին մեծ բառարանը եղել է բացառապես ուղղված դեպի հայկական լեռնաշխարհ։ Իրենք իրենց կոչել են հայեր գաղթած հայկական լեռնաշխարհից։ Բայց բացարձակապես ոչ մի պատասխան արձագանք այլ երկրներից, անգամ հայերից ճշտելու այդ ամենը չի եղել։ Սկսած 18-րդ դարի վերջերից սկսվում է հայ եւ վրացի ժողովուրդների շփոթությունը Եվրոպայում։ Եվ շատ հաճախ նրանք չեն տարբերում հայը ով է, վրացին ով է, ասում են արևելյան ծագում ունեն, նրանց համար արևելյանը եւ վրացի կարող է լինել, արամեացի, շատ շփոթ կա արամեացիների հետ հայերին, շատ ոչ միայն վրացիների։ Չէ, ես կհասնեմ դրան։ Եւ ստացվում է, որ վրացիները նախաձեռնությունը խլեցին մեր լռության պատճառով։ Եվ բավական մարդիկ այնտեղ գրում էին, որ դե որ Իբերիան էլ այնտեղ է, մենք էլ ասում ենք արևելքից ենք եկել, Հայաստանի կապած է, իրենց համար տարբերություն չկար այն ժամանակ, ով ինչ է։ Կապված խորանացու այդ հաղորդման հետ։ Իրոք կարծեմ Աբիդոնոսից է այդ հատվածը ինքը վերցրել եւ դա ինչ որ չափով արձագանք է ստացել բասկ իսպանական աղբյուրներում, նշելով որ դա խորանացին փոփոխել է նախ, այնտեղ միտքը այդպես չի, ինչպես որ սկզբնաղբյուրը նա հիշատակվում է, մեծացնելով հավանականությունը։ Բայց առհասարակ այդ տեղեկությունը գիտական եւ պատմական որևէ այլ տեղեկությամբ չի հիմնավորվում, որպես պատմական փաստ, որ ասենք Նաբուկոդոնոսորը նախ հասած լինի Իսպանիա, դա բացարձակապես ոչ մի հիմնավորում չունի, ոչ մի սկզբնաղբյուր այդպիսի բան չի տվել, որ իրոք հասած լինեն մինչև ասենք Պիրենեան թերակղզի։ Սա առաջին, երկրորդը վրացիների հետ կապված, դա շատ բարդ հարց է։ Շատ բարդ հարց է եւ ինձ շատ են տալիս Իսպանիայում, ես արդեն 10 տարի այնտեղ դասախոսներ եմ կարդում եւ միշտ միջև անգամ նույն լսարանն էլ որ լինի, առաջին 5 հարցը վերաբերում է վրացիներին։ Խնդիրը հետեւյալն է. այդ շփոթի մեջ հայ-վրացական մի կողմ է մնացել մաքուր գիտությունը, հուզմունքը, հույզը, այսպես էմոցիաները եկել են առաջին պլան եւ մարդիկ արդեն մոռացել են, որ կա վերջապես գիտություն։ Եվ ես մի քանի անգամ այսպես քիչ բաց տեքստով խոսեցի, ասացի, գիտեք ինչ, բասկի արտասանական ապարատը կարող է երկու բաղաձայն կողքի դնել։ Ասում են ոչ։ Իսկ նախաձայն դիրքում ռ կարող եք, ասում են ոչ։ Ասում են ռ հակադրություն ունեք, ասում են ոչ։ Այսինքն ունեն ռ տարբերակում են։ Ասում գիտեք ինչ, վրացիները կարող են 5 բաղաձայն կողքի դնել։ Երբևէ որևէ բասկ փորձել է 3 բաղաձայն կողքի դնել։ Պետք է բացեն ձայնավոր տնեն։ Դա հայերենի արտասանական ապարատ է, հայի արտասանական ապարատ է։ Եվ եթե հնչյունական համակարգը, տարրական այն հիմքը, որի վրա ձևավորվում է լեզուն, տարբեր է խորապես վրացականից, բոլորովին ուրիշ աշխարհ է։ Բառապաշարը չի կարող արդեն լինել նույնը։ Քերականությունը արդեն չի կարող լինել նույնը։ Այս է խնդիրը։ Գիտեք ինչ, ես ճիշտ ասած, եթե այստեղ էլ մի քիչ բացեմ, այսպես մի քիչ լրիվ, թերևս տեղը չի այդ տեսակ բաներ հայտարարելու, բայց ես 4 տարի առաջ գրել եմ, որ ինձ համար լեզուների դասակարգման գոյություն ունեցող արդյունքները հնդեվրոպական, սեմական, կովկասյան եւ այլ ընդունելի չեն, պարզապես, որովհետև դրանք հենված են բացառապես արտաքին համեմատության վրա, միայն եւ միայն։ Վերցնում եք բառը հայերենից, դուրս են գալիս, սկսում եք ման գալ, որտեղ գտանք ասում եք կապ կա։ Բայց հայերենի ներսում ինչ կա, ոչ ոք չի զբաղվել։ Այս է խնդիրը։ Քանի դեռ մենք չունենք ներքին վերականգնման համակարգը հայերենի, ներսը տեսնենք ինչ է։ Մեր ստացած արդյունքների հավաստիությունը չի անցնում 50%-ից։ 50%-ով համաձայն եմ։ Արդի փուլում այո, օրինակ հիմա Միացյալ Նահանգներում մի լավ խումբ կա, նրանք արդեն հրատարակել են բազմաթիվ գործեր, հայագիտական կոնգրեսին չկարողացավ գալ, բայց նյութը ուղարկել էր, տպագրվեց Դեյվիդ Քիֆին, որը հստակ ասում է որտեղ է հայերենի հետ ինչ 720 բառ է հրատարակել բասկերեն հայերեն զուգադիպող։ 720 կան, կարծիքներ կան, բայց մի անգամ լսեցի հաղորդում, որ իրանց
շատ է, մեծ քանորից ասում, չի դա ճիշտ է, չէ՞, հնարավոր է ասեմ դրանից է դրանք հասկանում են, որտեղ դա Իրոք, մարդաբանական առումով բասկեր ամենաեզակի երևույթն են երկրի մոլորակի վրա։ Միակ ժողովուրդն են, որտեղ կա ռեզուս բացասականի 72% կոնցենտրացիա։ Աշխարհի 30 ուրիշ ոչ մի երկրում չկա այդ քանակությամբ ռեզուս բացասական։ 72%։ Թեև նրանք համարվում են արմենոիդ ռասային պատկանող։ Հիմա կա երկու կարծիք։ Ոմանք ասում են նրանք Ատլանտիդայի մնացորդներն են, որ այդպես խրված մնացել են Իսպանիայի հյուսիսային այդ քարանձավներում։ Մյուս կողմից էլ դա բացատրում են, ասենք, ուրիշ կարգի ինչ-որ երևույթներով, որ չեն շփվել ուրիշ ժողովուրդների հետ, չեն նվաճվել գոնե պատմական շրջանում այլ ժողովուրդների կողմից, հարաբերականորեն իրենց մաքրությունը պահպանել են։ Ներկայումս ուրեմն երկու մեծ գիտական կենտրոն Մադրիդի համալսարանում եւ Լոնդոնում զբաղվում են բասկյան, այսպես կոչված ճակերտավորված գենետիկ կոդով, բավականին զբաղվում են եւ համեմատում են աշխարհի ուրիշ ժողովուրդների, այսինքն մարտաբանական մոտավորապես 100,000 տարերի համեմատություն եւ համեմատել են հայերի հետ։ Ես արդյունքները ստացա եւ մազերս բիզբիզ կանգնեցին, տեսնելով թե ինչ արդյունքներ են։ Ամբողջ տրադիցիան կար բասկերի, բառերը եւ այլ եւ մարտաբանական մասեր գրած էր, որ այսպես շատ հավանականից շատ ավելի ցածր, բայց ինչ բարձվեց, որ այդ պատվիրակությունը հայերին քննել է ոչ թե Հայաստանում, այլ գնացել են Վրաստան, Թիֆլիսում, քննել են վրացիներն ասել են սրանք էլ հայ են, որոշ թվով հայ են բերել, ասել են սրանց էլ քննեք։ Այդ արդյունքները հիմա շրջանառվում են եւ ինտերնետի մեջ ամեն տեղ կա, բայց նախապատմությունը չգիտենք, կարող են մարդիկ հալածողություն ընդունել, ասա գիտեք, հավաստի քննություն կատարվել է եւ արդյունքը սա է։ Իրականում այդ գործը նոր է սկսվում եւ միայն հետագայում մենք կիմանանք թե հայերի մոտ վիճակը ինչպես է։ Իհարկե նկատելով մեր տեղաշարժերը բազմաթիվ։ Գերականական ձևերի նույնություն, միայն հոլովական մակարդակում, և խոնարհման մակարդակում, բայա ձևերի բազմության մեջ նույնություններ կան։ Ուրեմն մի րոպե ընդամենը շատ չեմ երկարացնի, 96 թվականին ես սկսեցի հայագիտական աղբյուրերում փնտրել նյութեր, հայերեն, բասկերեն համաստրով ով է զբաղվել։ Եվ Աճարյանի լիակատար քերականություն հրադուձի գրքում գտա շատ հետաքրքիր դիտողություններ։ Աճարյանը հայտնաբերել է խոնարհման համակարգում բասկերեն հայերեն զարգացման միտումների ընդհանրություն։ Ոչ թե ես կամ իմ կողմնակիցները հիմա, այլ Հրաչի Աճարյանը 50-ական թվականների մի փոքր առաջ արդեն հայտնաբերել է բասկերեն հայերեն խոնարհման համակարգում զարգացման միտումների ընդհանրություն, ոչ թե առանձին էլեմենտների։ Եվ պարզ ասում է, որ բասկերենը հայերենի նման միշտ բայը վերածում է գոյականի, դարձնում է դերբայական դարձված եւ ներմուծում է խոնարհման մեջ հոլովական տարրեր։ Աստիճանաբար խոնարհումը քայքայում է, հոլովումը գալիս է խոնարհման տեղը։ Եվ ասում է, գրեթե նույն երևույթը, գրեթե բացարձակ շեշտությամբ կա նաեւ բասկերենում եւ հայերենում եւ տալիս է օրինակները։ Սա այդ բոլորը կա, մեր ժառանգությունն է, հայկական բասկերության ժառանգությունն է եւ մի քիչ ինձ համար այնքան էլ հարմար չի, որ այդ բոլորը կա գրադարաններում, կա գրքերի մեջ, բայց ամեն անգամ մենք հարկադրված ենք թարմացնել, զբաղվել մի գործով, որը վաղուց արդեն արված է։ Եվ ավելի լավ մակարդակով։ Դիրը դեպաբանական մոտեցումներն են, բայց ժողովուրդների մեջ շատ երկար պահպանում են ավանդները, մասնավորապես ծեսերը։ Դեպքումից փորձ արվել է ասել համեմատել հին հայկական ծեսերը ու ավանդույթները բասկերի ծեսերի եւ ավանդույթների։ Ես մասնակետը չեմ ցավոք սրտի, որ փորձ անեի, բայց ամեն դեպքում ես գոնե սկզբնաղբյուրների հավաքելու առումով բավական գործ արդեն արել եմ։ Ուրեմն Օշտիրը ժամանակին գրել էր, որ հայոց մոկաս լեռների հովիվները լեռներում կրակը տաքացնելու համար հրավառ քարի կտորներ են մտցնում կրակի մեջ։ Հա, պատասխանեմ, դուք հետո կարող եք մեկնաբանել։ Եվ ասում եմ, բասկերի մոտ էլ միջև դա պահպանվում է։ Եվ Աճարյանը անդրադառնում է դրան, որ դրանից չի բխում, որ երկու լեզուները նույն ճյուղին են պատկանում։ Տարբեր աշխարհներ են։
Եվ Աճարյանի գրքում կա մի քանի հետաքրքիր դրվագ ազգագրական, հայ-բասկյան, այսպես ազգագրական։ Մենք հրատարակել ենք երաժշտության ասպարեզում, օրինակ բավական հետաքրքիր բաներ կա եւ որոշ ծեսեր, որոշ ժողովրդական խաղեր եւ որոշ ազգագրական տարրեր առհասարակ։ Բասկերը ունեն փառահեղ քարային մշակույթ, որը հասել է խաչքարի տիպին, գալով են մենհիների ժամանակներից, եւ այնպեսի խաչքարեր ունեն, որ մարդիկ նայում են զարմանում։ Մեկին խնդրեցի կանգնես մարդաբույն խաչքար, դաշտում, կողքը նկարվեց, որ բերենք այստեղ տեսնեն։ Եվ երկու պատվիրակություն ձեր ինստիտուտ եկել է, դուք պետք է որ տեղյակ լինեք, Բասկերի ակադեմիայից, հենց ազգագրագետներ եկել են, հանդիպել են եւ ձեր տնօրենի հետ եւ ձեր փոխտնօրենի հետ մենք հրատարակել ենք նաեւ բասկյան ավանդազրույցներ գիրքը, եթե դուք ունեք դա, կարող ենք քննարկել, եթե չունեք, կարող ենք նվիրել, որ կարդաք Սարգիս Հարությունյանի վերջաբանով։ Այնպես որ դա հետաքրքիր ուղղություն է։ Վրացիները թողեցին լեզվաբանությունը, բանդուրս չեկավ, անցել են հիմա դրան։ Պատահական մի շարժում նմանվեց, Վերջի հարցին ասենք, քանի որ վերջին հարցը գուցե մի քիչ գիտական ոլորտից դուրս, այլ դուք կապերի մասին դուք մասնագետ եք, որոշակի շրջանակներում Հայաստանում հետաքրքրողներ կան եւ որոշակի մտայնություն կա ինչ-որ ծավալի։ Բասկերի մոտ ասենք, զուտ որպես հասարակություն, որպես ինքնուրույն ազգ, ինչքանով է տարածված այս վարկածը։ այս վարկածը։ Ժողովրդի Գիտեք ինչ, եթե մեզ մոտ մենք սկսում ենք երեխաներին սովորեցնել խորենացիով, բյուզանդով եւ այլ, չէ՞։ Նրանք էլ սկսում են այն 3 հեղինակները, որոնց մասին արդեն ասացի։ Նրանք իրենց պատմությունը սկսում են սովորել այն գրքերով, որտեղից բխեցվում է նրանց ազգային ավանդությունը, ծագումը այդ գրքերով։ Սա առաջին։ Երկրորդը, արդի դասագրքերում արդեն բասկերենի եւ բասկերի պատմության արդեն շատ մեծամիտ չհնչի, իմ տեսությունը արդեն առանձին գլուխ որպես ներկայացվում է, որ մոտ 600 բառ արդեն հրատարակել են, քերականությունը եւ այլն եւ այլն։ Եվ դրան գումարած ամենավերջինը բասկյան հանրագիտարաններում նշվում է Հայաստան հոդվածի տակ հսկայական մի տեսություն, թե ինչպես են իրեն գաղթել, այսինքն այն տեղեկատու գրականության մեջ սկսած ձեռնարկից, դասագրքից միջև հանրագիտարանը արտացոլված է։ Անկամ գեղարվեստական գրականության մեջ վեպեր, պոեմներ կան այդ մասին։ Այսինքն դրանց գիտակցության մեջ դա բավականին ամուր նստած է։ Շնորհակալություն։ Ես կկարդամ, որ շատ արագ լինի։ Պոլինեզիայի առաջին իսկ հայտնագործողներին, այնուհետև նաև ուսումնասիրողներին ու գիտնականներին հանգիստ չի տվել մի հարց, որ այսօր էլ հանգիստ չի տալիս տարբեր երկրների ու ամենատարբեր մասնագիտությունների տեր գիտնականներին։ Իրարից հազարավոր կիլոմետր հեռու գտնվող կղզիներում, որտեղից են հայտնվել չափազանց մերձակից լեզուներ, նմանատիպ սովորույթներ ու նույնածագում մշակույթ ունեցող մարդիկ։ Վերջին 2 դարերի ընթացքում առաջ են քաշվել Պոլինեզիայի բնակեցման տարբեր վարկածներ, որոնցից ամենատարածվածն ու ամենաշատ կողմնակիցներ ունեցողը այսպես կոչված ասիական վարկածն է։ Հնագիտական, մարդաբանական, լեզվաբանական եւ այլ գիտաճյուղերի նորագույն տվյալները օրեցօր ավելի ու ավելի են հաստատում այս վարկածի ճշմարտացիությունը։ Վերջինիս օգտին են խոսում նաև նախահայրենիքի մասին պատմող պոլինեզիական ավանդությունները, որոնք ունեն արևմտյան կողմնորոշում։ Նրանցում ասվում է, որ իրենց նախահայրերը գնացել են ծագող արևին ընդառաջ։ Օվկիանիագետների ճնշող մեծամասնությունը պոլինեզիացիների հնարավոր նախահայրենիք համարում է հարավային Չինաստանը կամ Հնդկաչինը, ոմանք այդ նախահայրենիքը փնտրել ու փնտրում են Հնդկաստանում, Իրանում, Շումերում, Եգիպտոսում։ Պոլինեզիական լեզուները նմանեցվել են հին եբրայերենին, հիմք ընդունելով առանձին բառերի ու տեղանունների նմանությունը։ Տարբեր կղզիների առասպելների տարբերակների համեմատությամբ վաղուց ապացուցված է պոլինեզիացիների դիցաբանական հայացքների ընդհանրությունը, մի երևույթ, որ անշուշտ պետք է դիտվի որպես նրանց նախահայրերի երբեմնի ընդհանուր նախահայրենիքում ապրելու արդյունք, որտեղ էլ ձևավորվել է պոլինեզիական միասնական մշակույթի միջուկը։ Պոլինեզիացիների մոտ պահպանվել սերնդեսերունդ փոխանցվել է նախահայրենիքի մասին պատկերացումների մի կուռ համակարգ, որն աշխարհագրական տեղայնացումների քննությամբ համընկնում է հայկական լեռնաշխարհին տեղանունների համեմատական ստուգաբանություն նկատի ունեմ
իսկ սյուժետային մանրամասներով նույնանում է Հայաստանի մասին հնագույն առաջավորասիական պատկերացումների։ Վերջին տարիներին կատարված հետազոտությունները վկայում են հայ պոլինեզիական տարաբնույթ ընդհանրությունների շղթայի առկայության մասին, բառապաշարային ընդհանրություններ, քերականական, տեղանվանական, դիցանվանական եւ առասպելաբանական, որոնք թույլ են տալիս պոլինեզիացիների նախահայրենիքի ճակերտավոր թեկնածու երկրների շարքին ավելացնել նաև Հայաստանը։ Մենք ցանկանում ենք կարևորել այն հանգամանքը, որ եթե ասենք Պարսկաստան, Հնդկաստան, Իրան եւ Եգիպտոս զուգահեռները հենվում են միայն առանձին տեղանունների նմանության վրա, որոնք շատ փոքր տեղանուններ են, բնակավայրեր են, ապա Հայաստանի հետ կապված տեղանունները երկրանուններ են, նկատի ունենք այն հանգամանքը, որ աշխարհագրական խոշոր օբյեկտների անվանումները ընդունված է համարել, որ ավելի կայուն են, կարող են հարյուրամյակներ շարունակ չփոփոխվել։ Պոլինեզիայի բնակեցումը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակով։ Այսինքն, եթե ճիշտ է մեր այն ենթադրությունը, թե պոլինեզիացիների նախահայրերը եղել են հնդեվրոպացիներ, նրանք հնդեվրոպական նախահայրենիքից, այն է հայկական լեռնաշխարհից, պետք է դուրս գային ըստ իս առնվազն մեր թվարկությունից առաջ 5-րդ հազարամյակում։ Հայկական լեռնաշխարհի մասին այսքան վաղնջական պատկերացումների առանձին դրվագներ պահպանվել են համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից մեկում Առաջավոր Ասիայում, որոնք իմի է բերել Արտակ Մովսիսյանը իր Սրբազան լեռնաշխարհ եւ հնագույն պետությունը Հայաստանում Արատտա գրքերում։ Փաստերը ցույց են տալիս, որ շումերաքադական մեջբերում են բաբելոնյան, ուգարիթյան, խուրիական, խեթական, հին եբրայական եւ հին հայկական աշխարհընկալումներում Հայաստանը վաղնջական ժամանակներից ի վեր ներկայանում է որպես արարչագործության կենտրոն, աստվածաբնակ տարածք, երկիր, ուր գտնվում էր դրախտը։ Պոլինեզիացիների ճնշող մեծամասնության համար նախահայրենիքը կոչվում է Հավայիկի։ Այն իրենց նախահայրենիք են համարում կենտրոնական եւ արևելյան Պոլինեզիայի բնակիչները եւ միայն Տոնգա ու Սամոա արշիպելագների բնակիչները այդ նախահայրենիքը անվանում են Տուլոտու։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ պոլինեզիական նախահայրենիքի երկու անվանումներն էլ առնչվում են հայկական լեռնաշխարհին։ Պոլինեզիական ավանդությունների համաձայն Հավայիկին այն ցամաքն է, որ առաջինն է դուրս եկել օվկիանոսի հատակից եւ մայրն է մյուս բոլոր ցամաքների։ Ավանդություններն այն անվանում են բառացիորեն հնագույն երկիր, հնագույն աշխարհ, երկրների մայր, դրախտային երկիր, դրախտային երկրների հոգևոր մայր, ինչպես նաև բոլոր երկրների, աստվածների, արքաների ու մարդկանց հայրենիք։ Այսինքն այն նույնպես եւ արարչագործության կենտրոն է եւ աստվածաբնակ տարածք։ Նկատենք, որ պոլինեզիացիները չեն կասկածում իրենց աստվածային ծագմանը եւ պոլինեզիական տոհմական առաջնորդների ծագումնաբանությունը անպայմանորեն հանգեցվում է որևէ կոնկրետ աստծո, հասցվում է մինչև որևէ կոնկրետ աստծո։ Իդեպ ասենք նաև, որ մասնագետների կարծիքով, գիտնականների կարծիքով աշխարհում ոչ մի տեղ այնպիսի բծախնդրությամբ չեն վարվել առաջնորդների, քրմերի ծագումնաբանությունը, ինչպես Պոլինեզիայում, եւ մի փաստ եւս, որ դարձյալ կարեւոր է, որ աշխարհում ոչ մի տեղ ավանդությունները այնքան պատմական տեղեկություններ չեն պարունակում, ինչքան Պոլինեզիայում։ Ըստ առաջավորասիական աղբյուրների, առաջին ցամաքը կոչվում էր Աբսու, շումերական Աբզու։ Նկատենք, որ նախահայրենիքի անունը կրող, իդեպ ասեմ, որ այս անունը Հավայիկի միակը չէ Պոլինեզիայում, Հավայիկի անվան Հավա արմատով են կոչված Հավայան կղզիները, Մարքիզյան արշիպելագի շատ կղզիներ, Հիվանուի, նրա հնչյունափոխված տարբերակն է, որ կոչվում է Մեծ Հիվա, Հիվաօա, որ նշանակում է երկար հիվա եւ այլն։ Նույնիսկ արևմտյան Պոլինեզիայի այն արշիպելագները, որոնք նախահայրենիքը չեն անվանում Հավայիկի, այլ անվանում են Պուլոտու, Սամոա արշիպելագը նկատի ունեմ։ Այս արշիպելագի, այսպես ասած, մայր կղզին կոչվում է Սավայի, որը Հավայի անվան դարձյալ հնչյունափոխված տարբերակն է։
Ուրեմն նախահայրենիքի անունը կրող Հավայիկի կղզին, որը ըստ Պոլինեզիայի ամենակարկառուն մասնագետի հենց պոլինեզիացի Տերանգի Հիրոյայի եղել է հենց Պոլինեզիայի սիրտը, այս կղզում էր գտնվում Պոլինեզիայի ամենասրբազան հողը ամբողջ Պոլինեզիայի համար, ծովափին կառուցված Օպոա, ես Աբզու անվան մասին էի խոսում, Օպոա ծիսակենտրոնը, որ իմ կարծիքով օպ արմատը հնչյունափոխված տարբերակներ են, այն համարվում էր համայն Պոլինեզիայի Հռոմը եւ Երուսաղեմը, այդ հսկայական կղզաշխարհի չհայտարարված մայրաքաղաքը, որը կոորդինացնող միջուկի եւ հոգեվոր առաջնորդի դեր էր կատարում։ Այստեղ գործում էր մի իսկական, այսպես ճակերտավոր աստվածաբանական սեմինար, որտեղ սովորեցնում էին կրոնական հավատալիքների ճիշտ եւ կանոնական շարադրում, այստեղից էին տարածվում այն կրոնական պատկերացումները, որոնք առանց էական փոփոխությունների դառնում էին տարբեր կղզիների սեփականություն։ Հիշեցնենք, որ հայկական լեռնաշխարհից այսօր հայտնի հնագույն պետական կազմավորումը Արատտան շումերական դյուցազնավեպում համարվում է սուրբ օրենքների ծեսերի երկիր, որտեղ պահվում էին տիեզերքը կառավարող սուրբ օրենքները։ Նաև նկատենք, որ Հավայիկի կղզին այժմ այդ անունը փոխվել է եւ կղզին այսօր կոչվում է Ռայատեա։ Արատտա Ռայատեա նմանահնչությունը, որ դեռևս իհարկե կարոտ է ուսումնասիրության։ Ըստ առաջավորասիական հնագույն աղբյուրների, հայկական լեռնաշխարհում էր գտնվում նաև աստվածների ժողովատեղը, որտեղ նրանք հավաքվում էին կարևորագույն խնդիրներ լուծելու եւ խնջույքների։ Պոլինեզիայի կղզիների կապը իրականացվում էր դեպի Օպոա կատարվող պարբերական ուխտագնացությունների միջոցով, որին մասնակցում էին բոլոր կղզիների քրմերը, հաճախ նաև առաջնորդներ, որոնք ժամանում էին նախապես պայմանավորված օրը կանոեներով, որոնց մեջ թմբուկ էին զարկում եւ փող նվագում։ Իդեպ ասեմ, սա էլ ինձ թվում է ոչ պակաս կարևոր զուգահեռ է, որ Հավայիկի կղզու Օպոա սրբարանում էր գտնվում պոլինեզիական դիցարանի գերագույն աստվածներից մեկի Օրո Աստծո սրբազան արձանը, որը հանում էին միայն այդ ուխտագնացությունների ժամանակ, տեղադրում էին, հետո նորից ուխտագնացությունը վերջանալուց հետո նորից արձանը պահվում էր։ Հանդիսավոր ուխտագնացության առաջին օրը այստեղ գումարվում էր մի յուրօրինակ համապոլինեզիական ֆորում, որը պոլինեզերեն կոչվում էր Պայի Ատուիա, ինչը թարգմանվում է աստվածների ժողով։ Մեր կարծիքով այն համեմատելի է նաև Պանթեոն բառի հետ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Ատուա բառը պոլինեզերեն նշանակում է աստված եւ համեմատելի է հին Աստուաս, Աշտուաշ բառի հետ։ Շատ հետաքրքիր է, որ ոչ մի աշխարհիկ մասնակից, ինչքան էլ որ բարձր տիտղոս ունենար, մահվան սպառնալիքի տակ իրավունք չուներ մասնակցել աստվածների ժողովին, դրան մասնակցում էին միայն տեղի Օպոայի քրմերը, որոնք հոգևոր առաջնորդների կարգավիճակում էին եւ տարբեր կղզիների քրմեր, քրմապետեր եւ այլն։ Բացի դրանից, Պայի Ատուիայի անցկացման ժամանակ Օպոայում ոչ ոք իրավունք չուներ ուտել, խմել եւ կրակ վառել։ Ժողովի ավարտից հետո միայն երեկոյան ուխտագնացության հոգևոր եւ աշխարհիկ մասնակիցները միասին հավաքվում էին գլխավոր սրբարանի մոտ, որտեղ արդեն շարված էին լինում աստվածների համար նախատեսված նվերները, հիմնականում ուտելիքներ, որը եւ ճաշակում էին այդ հսկայական խնջույքի մասնակիցները։ Այսպիսով Պոլինեզիական Հավայիկի կղզին եւ նրա Օպոա ծիսակենտրոնը նաեւ աստվածների ժողովատեղ էին։ Առաջնածին երկիր, աստվածաբնակ տարածք, աստվածների ժողովատու տեղ լինելուց բացի, պոլինեզիացիների նախահայրենիքը ներկայանում է նաև իբրև անդրաշխարհ։ Ըստ պոլինեզիական ավանդությունների, զոհված հերոսների եւ առաջնորդների հոգիները միշտ վերադառնում են Հավայիկի, իսկ Տոնգա եւ Սամոա արշիպելագների բնակիչները մահացածների երկիր են անվանում Պուլոտուն։ Հայկական լեռնաշխարհի իրական պատմական տարածք Հարալին հայտնի է, որ նախ համարվել է աստվածների բնակավայր, ապա անդրաշխարհ, նաև Արալի անունը անդրաշխարհի հիշենք։ Հին միջագետքյան աշխարհընկալումներում Հայաստանի աստվածայնության ընկալման նաև երկակիություն կար եւ դրական եւ բացասական իմաստով։
Հավայիկի անվանը նվիրված մեր մի հոդված արդեն տպագրության փուլում է եւ շուտով կտպագրվի, դրա համար ես մանրամասն չեմ անդրադառնում դրան, պարզապես նշեմ, որ Հավայիկի անվան հավա արմատից, որը իդեպ պոլինեզերենում նշանակում է խավար, եւ հխ անցումով հենց ստացվում է հայերեն խավար բառը նաեւ սև է նշանակում, հենց հիվա նույի այդ կղզախումբը, որ կոչվում են սև կղզիներ, այդ հիվա անունն է նշանակում սև, պոլինեզիական լեզուներում փաստված է վր անցում, որով հավա արմատից ստանում եք հարա, նաև հարաիկիից հարկ, իսկ հիվա անցումը թույլ է տալիս նաև հայա, հայք եւ այլ անուններ։ Իդեպ շատ հետաքրքիր է նաև, որ այս անուններով կազմված կղզիները անպայման ունեն մեծ եւ փոքր էպիտետներ։ Կա հավանուի եւ կա հավաիկի։ Իկի նշանակում է փոքր, որից վերջնահանչյունի անկումով ստանում ենք հայերենի իկ փոքրացուցիչ մասնիկը։ Պոլինեզիական նախահայրենիքի տեղորոշման հարցում հավասարապես կարևորվում են թե առասպելաբանական, թե լեզվաբանական տվյալները, որոնք փոխլրացնում են իրար։ Հիշենք, որ բաբելոնյան Էնոմայելիշ պոեմի համաձայն գոյություն են ունեցել երկու առաջնաստեղծ օվկիանոսներ, որոնց ջրերի միախառնումից ծնվել են աստվածների առաջին սերունդները։ Պոլինեզիական ծովերի աստվածը կոչվում է Ռուահատու։ Ռուա բառը, բացի ջրհոր, ջրապտույտ, փոս, առու, խանդակ իմաստներից նշանակում է նաև երկու եւ ունի էրուա տարբերակ, երկու տարբերակով, ռուա եւ էրուա։ Հատու բառի վերջնահնչյունի անկումով ստանում ենք հայերեն հատ բառը, այսինքն դիցանունը ամբողջությամբ էրուա հատու նշանակում է երկու հատ, ստուգաբանվում է երկու հատ։ Ասենք նաև, որ հատո բառը պոլինեզերենում նշանակում է ստեղծել, կառուցել, իրար վրա դնել, իսկ հատու նշանակում է պինդ հող, խուտ, հողի մեծաբեկոր իմաստով, որից հենց հատ եւ խուտ հխ անցումով դարձյալ ստացվում է հայերեն խուտ բառը։ Մեր խորին համոզմամբ պոլինեզիական հատուն ծագումնաբանորեն կապվում է նաև փոքրասիական Ատտիսի, հունական դիցաբանության ստորերկրյա աշխարհի տիրակալ Հադեսի եւ Ադոնիսի անունների հետ։ Կարծում ենք նույն անվան հետ է առնչվում նաև Թավստոս Բյուզանդի հիշատակած Աթոռ Նահատա Լեռնանունը, որը որոշ մասնագետներ առաջարկում են կարդալ Աթոռ Անահտա, այսպիսի ստուգաբանությամբ փորձենք հիմնավորել։ Ուրեմն պոլինեզիական լեզուներում կա հոգնակերտ մասնիկ նգա, որը հանդես է գալիս նաև նա եւ գա տարբերակներով։ Մենք պարզել ենք, որ այդ նան ունի նգան, գան եւ նան պոլինեզերենում ունի նաև ծին իմաստ։ Բերեմ ընդամենը երկու օրինակ։ Օրինակ, ուրագա բառը նշանակում է ջահ։ Ուրա պոլինեզերենում նշանակում է հուր, կրակ, գա ծին, հրածին, ջահ, այսինքն։ Տահագա նշանակում է միածին, մինուճար։ Տահին մեկն է, թայ, թակ, հայերեն զուգահեռներով, թակածին, եթե այսպես բառացիորեն ասելու լինենք։ Ուրեմն նահատա լեռնանունը այս դեպքում կարող է ստուգաբանվել որպես նա հատա, այսինքն ծին հատայի, իսկ հատան, ինչպես տեսանք, ծովերի աստծո անունն է, գուցե կապվում է նաև հատակ հայերեն բառի հետ։ Պոլինեզիական նախահայրենիքի մյուս անվանումը պուլոտուն նույնպես կապվում է հայկական լեռնաշխարհի հետ։ Պոլինեզիական լեզուներում գործող ռլ անցումը թույլ է տալիս վերականգնել վերջինիս պուրոտու տարբերակ, որը համընկնում է Եփրատի աքքադական պուրատու անվանը։ Պուրա արմատը պոլինեզերենում ունի լույս, գեղեցկություն, փայլ, պարապարա նշանակում է փայլուն, բառացի հենց փայլփլուն, իսկ պարա նշանակում է ոսկի։ Ինչքան ինձ հայտնի է ինդոնեզացիները եւ ընդհանրապես այդ խաղաղօվկիանոսյան բնակիչները հարավ-մոնղոլոյի դրասայի մասամբ նաեւ ավստրալոիդների խառնուրդն են։ Ուրեմն դուրս է գալիս, որ հայկական լեռնաշխարհը նաեւ այդ ռասաների հայրենիքն է։ Մարդաբանության տվյալներով գտնում են, որ պոլինեզիացիները մոնղոլոիդ եւ ավստրալոիդ ռասաների երկու մեծ գաղթի հետևանք վերաբնակեցման հետևանքով են բնակեցվել պոլինեզիական կղզիները, բայց լեզվի այսպիսի ընդհանրությունները հայերենի հետ ինձ միայն
դա կարելի է բացատրել միայն նոստրատիկ ընդհանրությամբ, ուրիշ ոչ մի կերպ։ Ես ճիշտ ասած երկու առաջինը, ես միանգամայն հավատային լինելու, ուզում եմ ավելացնել, որ այդտեղ նաև նեգրոիդն կա, այսինքն սետ տեսակը կա, ոչ միայն հովոլոիդ, այլ աստրոկուտիկ, այն նաև նեգրոիդ տեսակը։ Ինչ վերաբերում մինչև եվրոպացիների այնտեղ հայտնվել է, մինչև եվրոպացիների որևէ շարժամիջոց, ծովագնացային միջոց, որը հնարավորություն տա մարդկանց մեծամի պոպուլյացիայի, որոնք պիտի լինեին հազարից ոչ պակաս, որպեսզի սերունդ տային, որովհետև գիտեք, 300-ից ավելի փոքր թվականակի դեպքում այդ սերունդը դեգրադացվում է եւ մի քանի սերունդ հետո վերանում։ 1000 հոգուց ավելի մարդ օվկիանոսով տեղափոխվել Պոլինեզիա։ Նման փաստարկներ կան որևէ տեղը։ Իդեպ ասեմ ձեզ, որ առաջին ծովագնացները, որոնք հայտնագործել են Պոլինեզիան, վկայում են, որ նրանք ունեցել են պարզապես անխորտակելի նավեր։ Եվ այն մասնագետները, այն գիտնականները, որոնք պոլինեզիացիների նախահայրենիքը փնտրում էին Եգիպտոսում, գտնում էին, որ եգիպտացիները փյունիկեցիների նավերով հասել եւ բնակեցրել են այդ կղզիները։ Իսկ որ նրանք իսկապես անգերազանցելի ծովագնացներ են եղել, դա փաստ է։ Թե ինչ տեսակ նավերով են բնակեցրել, դա իհարկե չեմ կարող ասել, բայց որ նրանք իրոք ունեցել են իսկապես անխորտակելի նավեր, որոնք օրինակ Թայիթի կղզու նավատորմի մեջ կային նավեր, որոնք 600 մարդ էին տեղավորում։ Մի նշում, եթե կարելի է, սիրահանգամանք, որ չգիտեմ, խավորտար ժամանակ խոսեցիք ես մասում, որ աշիկներին կարանդավ են իչեսնում սպիտակ բայրու համար մորտը և այլ, որպեսի նմամը իրենց ասպասների։ Այդ սիրահանգամանք կա, որ այո, ասպասներ որպես գնացին են, ընդունեցին որպես ասպասներ։ Նրանք տեղի բնակչությունը կարող էր այլ լինել։ Բայց նրանք ասպասների տեղ ընդունեցին նրանք տարան նաև մշակում։ Եվ կարծում վերահսկում էին այդ մշակում։ Հավանաբար, բնականաբար պիտի այնտեղ ավստրալոիդներ լինեին կամ լինեին մոնղոլոիդներ, բայց ինչպես այնտեղ, այնպես Ամերիկայի, ասենք, այլ հնդկացի սերերի մոտ, ասպասների հանգամանքը որովին տարբեր էր, դրանք սպիտակամորտներ են։ Իդեպ, քանի որ ժամանակ չկար չանդրադարձա դրան, ասեմ, որ Օրո Աստծո անունով, իսկ պոլինեզերենում կա օ-ա հնչյունափոխություն, որի արդյունքում ստացվում է արա, եւ օրոն ու արան շատ գծերով նմանվում են, որպես մեռնող եւ հառնող աստվածներ, որպես ռազմի աստված, օրոյի խորհրդանիշը ծիածանն է, մի խոսքով շատ հատկանիշներով նույնանում է հայկական արայի հետ, բացի դրանից, Օրո Աստծո հետևորդները կոչվում էին արեոիներ, եւ այդ արեոիների անվան մի այլ տարբերակն է նաեւ Արիկի անունը, որը տրվել է քրմական վերնախավին։ Այդ քրմական վերնախավը պարզապես սրբացվել է բոլոր կղզիներում։ Արիկիներին հասարակ համայնքի անդամները իրավունք չունեին նույնիսկ մոտենալ, իրավունք չունեին, եթե նա քայլում է, նրա ստվերը կոխել։ Այսինքն այդ Արիի կոչված հետևորդները Օրո Աստծո ըստ իս հենց եղել են հնդեվրոպական ցեղերի այդ վերաբնակիչները, սպիտակամորտները։ Շատ լավ, ասենք առաջ հաջորդը